եւ բռնագաղթի։ Երկրորդը մենք պետք է գիտակցենք այն հետևանքները, որ մեզ համար առաջացան ցեղասպանության արդյունքում։ Այն մեզ առավել խոցելի դարձրեց այդ ժամանակ, այն կոտրեց մեր մեծապես ազդեց բացասական մեր դիմադրողականության վրա, մենք մեծ վնասներ կրեցինք տնտեսական բոլոր առումներով։ Եվ երրորդը մենք սրա արդյունքում դարձանք աշխարհասփյուր։ Բայց աշխարհի բոլոր երկրներում, բայց նաև միավորված ճակատագրով ու մեր պատմությամբ։ Գիտեք, այս ամենի արդյունքում մի հարց է առաջ գալիս. արդյոք մենք կարող ենք մոռանալ այս ամենը։ Իհարկե ոչ։ Արդյոք մենք ընդհանրապես պետք է հրաժարվենք մեր պատմությունից, իհարկե ոչ, եւ հույս ունենանք որևէ մեկի բարեհաճությանը։ Այստեղ մի հարց էլ կա ինձ համար. արդյոք այս օրը կամ ցեղասպանությունը մեզ համար միայն ատելության ու չարության մասին է։ Իհարկե ոչ։ Ինչ նկատի ունեմ։ Մենք շատ կարևոր է, որպեսզի այս ամենը օգտագործենք, այս ամենը նկատի ունենանք եւ սա օգտագործվի, մենք օգտագործենք քաղաքականության մեջ եւ մեր երկրի ապագայի համար, մեր հանուն մեր երկրի ապագայի, որովհետեւ մենք չենք կարող որոշենք հանկարծ մոռանանք ու մեկ էլ հրաժարվենք, որովհետև մեր պատմությունը կգրեն մեր փոխարեն ուրիշները։ Այդ ժամանակ մենք ընդհանրապես կկորցնենք մեր անհատականությունը, կկորցնենք մեր ինքնությունը եւ երբ ուրիշները գրեցին մեր պատմությունը, վերաշարադրեցին, մենք կվերանանք այլևս աշխարհի երեսից։ Դրա համար ես այստեղ երկու բան կասեմ։ Մենք չպետք է մոռանանք, որովհետև սա մեր ազգային ինքնության մասին է, մեր ճակատագրի մասին է։ Երկրորդ, մենք պետք է հիշենք հանուն մեր ապագայի, հանուն այն նրա, որ մենք ավելի ուժեղ դարձնենք։ Դրա համար մենք կարևոր ենք համարում ցեղասպանության միջազգային հանցագործության կանխարգելման տեսանկյունից, որովհետև սա ոչ մեկ չի կարող ժխտել, այն գոյություն ունի եւ մենք պետք է հետապնդենք այս հարցը, պետությունը պետք է հետամուտ լինի, բայց մյուս կողմից ցեղասպանության ճանաչումը դարձնելով ոչ թե ինքնանպատակ հարց, այլ հանուն նրա, որ ամրացնի ել ավելի մեր պետության դիրքերը եւ մենք առավել ամուր կանգնած լինենք։ Պարոն Թաթոյան, Փաշինյանն էլ ասում է չմոռանանք, բայց օրինակ պետք է հաջորդ օրն էլ խորոված փարթի անենք, որովհետև քաղաքացու օրն է։ Ինքն էլ է ասում, չենք մոռանում։ Նրա տեսեք, այստեղ սկզբունքային մոտեցումներ կա։ Եթե նա լիներ ազգային գործիչ, եթե նրա համար մեր ազգի շահերը լինեին կարևոր ու առաջնահերթ, միգուցե նման այդպես խորոված փարթի անելը այդպես կարելի էր երևի ինչ որ մի ձև թեև էլի անարգանք կլիներ, բայց նա ակնհայտ է, որ այդ ամենը անում է ոչ ի նպաստ մեր երկրի շահերի։ Նա անում է, որովհետև որպեսզի արժանանա ադրբեջանական իշխանության բարեհաճությանը, թուրքական իշխանության բարեհաճությանը, որպեսզի հանդիպումների ժամանակ ուսին տնպասնեն գովեն, ասեն, այ լավ է այդ ամենը անում։ Նրան ասում են, օրինակ Ադրբեջանի նախագահ ասում է շարժվի աճ, շարժվում է աճ, ասում է թռի, ասում է ինչքան պետք է թռնեմ, 2 մետր թե 3 մետր թռնեմ։ Այդ պայմաններում խոսել մի բանի մասին, որ ցեղասպանությունը հիշենք, այն էլ հատուկ բերել մցրել են մի հատ էլ մեծ եղերն տերմինը, ես կարծում եմ դա պատահական չի, դա մոռացության տալու, ժխտողականության քայլերից մեկն է մեր այն մարդու կողմից, ով զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը։ Հետևաբար ինձ համար այդ խոսքերը ընդամենը ցեղասպանության այս միջազգային հանցագործությունը, ողբերգությունը մոռացության տալու, մեր ազգային շահերը չհետապնդելու մասին է։ Թաթոյան իր ուղերձում Փաշինյանը նշում է, որ 29743 քառակուսի կիլոմետր մենք արդեն տարածք ունենք, համեմատում է Սինգապուրի հետ, որ Սևանի 2/3-ի չափով է տարածքը, բայց 5.5 միլիոն բնակչություն ունեն, մեր երկիրը թեր բնակեցված է եւ սա ասում է ցեղասպանության ուղերձում, այսինքն այն կոնտեքստով, որ մենք տարածքային պահանջներ չպետք է ունենանք, արդյոք ցեղասպանությունը տարածքային պահանջների մասին։ Գիտեք, այս կեղծիքի աստիճանը այնքան տհաճ է արդեն։ Հələ բերեք հիշենք 2020 թվականից առաջ ինչ էր ասում։ Ասում էր 2050 թվականին մեր բնակչությունը պետք է լինի 5 միլիոն, իսկ հիմա 2050 թվականին վիճակագրական ժողովրդագրական տվյալներով միայն 24.4% եւ մոտավորապես 24% լինելու են տարեցներ։ Մեր բնակչության, մեր երկիրը շատ արագ ծերանում է։ 1.6, 1.8 ծնելիություն է արդեն ընտանիքներում։ Շուտով մեր ընտանիքները ընդամենը 1 երեխայից ավել այսպես շարունակվից չեն ցանկանալու ունենալ։ Առավել եւս մարդիկ ապահով ապագա չեն տեսնում։ Այդ պայմաններում
թեր բնակեցված ինչ է նշանակում, այսինքն դու 8 տարի լինես իշխանության խոսես քո երկրի թեր բնակեցումից, հենա մենակ հաշվենք օրինակ ինչ որ մի հատ մարզ, ասենք դե լավ, բերեք այդ մարզով կակրած կոմպակտ կապրենք իրար հետ, էլի բոլորով գնանք տեղափոխվենք այդ մարզի մեջ։ Այսինքն սա գիտեք ինչ է, նաև սեփական դե ասում է թեր բնակեցված ենք, համեմատում է ուրիշ երկրների հետ, ասում է ավելի փոքր տարածքով, չէ՞, դե տրամաբանությունը ապրենք։ Եվ մի հատ էլ հիշենք 2020 թվականից առաջ ինչ էր խոսվում եւ Արցախի մասին, որովհետեւ մենք այստեղ ունեցանք նաեւ երկրորդ ցեղասպանություն։ Ես համարում եմ, որ այս իշխանությունների օրոք մենք ունեցել ենք 3 պատերազմ, 3 պարտություն խոշոր եւ մեկ նոր ցեղասպանություն։ Թուրքիայի դրոշ այրել ինչպես է գնահատում։ Ես համարում եմ հետեւյալը։ Ինչ Մարուկյանն ասում է, որ դա պետություն չունենա։ Տեսեք, ինձ համար հարցը հետեւյալն է, դա դրոշ այրելը մեր որոշակի հասարակության խումբ է անում, ինձ համար կարևորը դա, ինձ համար ցեղասպանության այս նվիրական օրը, ապրիլի 24-ը, նախ ասեմ, որ այնպես չէ, որ մենակ այսօրը մենք ունենք ու տարի մի օր ենք մենք հիշելու մեր ցեղասպանության այս ողբերգության մասին ու ոգեկոչենք հիշատակը մեր անմեղ զոհերի եւ նորից ամեն տարի մենք պետքա ձգտենք սրա հիման վրա ել ավելի զարգացնենք ուժեղանանք։ Ես կարծում եմ մենք այնպես չպետք է անենք, ես իմ խոսքում ասեցի, որ ապրիլի 24-ը լինի միայն չարության ու ատելության մասին, այդպիսի տպավորություն հանգարց ստացվի, այլ մենք այնպես պետք է անենք, որ սա օգտագործենք մեր ուժի համար, որովհետեւ սրա խորհուրդը իրականում սա պետք է լինի։ Դրա համար ես ինքս չեմ մասնակցում այդ process-ին, որտեղ ես համարում եմ մենք այս ողբերգությունը, այդ տեղի ունեցածը պետք է մեզ դաս լինի եւ դրա հիման վրա մենք շատ ավելի առաջ գնանք մեր երկիրը տանելով առաջ։